Ես ավարտել եմ Գյուղատնտեսական ակադեմիայի ֆինանսներ եւ վարկ։ Առաջին մասնագիտությամբ ես թեթև արդյունաբերության տեխնոլոգ եմ։ Ընտրեցի ֆինանսներ եւ վարկ, որովհետեւ ունեի նաեւ աշխատանքային փորձ, շատ պետական համակարգերում եմ աշխատել, տարբեր ոլորտներում աշխատել եմ երկար տարիներ։ Այստեղ ընդունվել եմ 2014 թվականին, միաժամանակ դասավանդում եմ աշխատանքային օրենսգիրք եւ մարդկային ռեսուրսների կառավարում։ Այս աշխատանքը, այս բուհում ինձ հետաքրքրում է այնքանով, որ յուրաքանչյուր աշխատողի գործ, երբ որ ես բացում եմ, դա կոչվում է հուշատետր։ Ակամայից այդ դեղնած թերթիկներով դու անդրադառնում ես ոչ միայն տվյալ աշխատողի կյանքի կենսագրությունն ես տեսնում, այլ ուզում ես վերհիշել դու այդ տարիներին որտեղ ես եղել, ծնված եղել ես թե ոչ, նույնիսկ այդ կարգի վաղեմի աշխատողներ կան։ Մեր բաժնի ամենաառաջին առաքելությունը սիրել եւ հարգել մարդկանց։ Դուռը բացում են, առաջին մուտքն են գործում, այստեղ ծնվում են մարդկային հարաբերություններ, աշխատանքային հարաբերություններ, մի կենսագրական ցիկլ է անցնում այստեղ։ Կադրերի բաժնում աշխատել եմ 2006 թվականից, ընդունել եմ որպես քարտուղար, հետո տեսուչ, ավագ տեսուչ, այս պահին գլխավոր մասնագետ եմ մարդկային ռեսուրսների կառավարման բաժնում։ Այս բուհը ինձ շատ հարազատ է, որտեղ իմ ուսանողական տարիներն են այստեղ անցել, ոնց որ այստեղից եմ սկսել եւ ավարտել եմ մարդկային ռեսուրսների կառավարման բաժինը եւ աշխատում եմ պրոֆեսորադասախոսական կազմի հետ, սպասարկող կազմի հետ, տարբեր շփումներ են մարդկանց ու հետաքրքիր է։ Աշխատում եմ այս բաժնում արդեն 2016 թվականից, մոտավոր 9 տարի արդեն։ Մասնագիտությամբ ես ավարտել եմ մանկավարժական համալսարան, թարգմանիչ եմ, բայց ստացվեց նենց, որ եկա սկսեցի մարդկային ռեսուրսների կառավարման բաժնում։ Մարդկանց մոտ տպավորություն էր ստեղծվել, որ կադրերի բաժնում ոչ մի ծավալուն աշխատանք չեն կատարում, ավելի շատ սուրճ են խմում, բայց իրականում տենց չի, քանի որ մենք արդեն որպես մարդկային ռեսուրսների կառավարում շատ ծավալուն աշխատանք ենք կատարում։ Աշխատում եմ այս բաժնում 2014 թվականից, եղել եմ այստեղ ուսանող։ Երբ որ 16 տարեկան էի, այս պատերը նույնիսկ իմ համար շատ հոգեհարազատ են ու ընտանիքի նման է բուհը ինձ համար, կարծես երկրորդ տունը լինի, նույնիսկ կատակ էինք անում, որ ինձ այստեղից են հարց տանելու։ Բուհում աշխատել եմ 3 տարբեր ռեկտորների պաշտոնավարման ընթացքում եւ որպես ուսանող պատիվ եմ ունեցել շփվել նաեւ մեր մյուս 2 ռեկտորների հետ։ Իդեպ մեր ամբիոնում բավականին երկարակյաց պրոֆեսորներ ունեինք, պարոն Շավարշյանը 93 տարեկանում դեռ դասավանդում էր ու մի օր նենց հետաքրքիր դեպք էր եղել, ինքը վատացել էր, հաշտապօգնություն էին կանչել, բժիշկը հարցեր էր տվել, որ հասկանա գիտակցությունը տեղում է, թե չէ, ու ամբիոնի վարիչ է ժամանակով, որ պաշտոնավարում էր, մոտեցել էր, հարցրել էր, բժիշկ ջան, ինչ կասեք, ոնց է իրեն զգում, ասում է, ամեն ինչ լավ է, միայն երևի գիտակցության հետ մի բան այն չի, հարցնում ենք քանի տարեկան եք, ասում է 93 տարեկան է։ Չէին հավատացել, որ այդ մարդը այդքան առույգ մտնում էր լսարան։ Այս ոլորտում ունեմ երկար տարիների փորձ 2023 թվականի փետրվարի 1-ից, իդեպ մամայիս ծննդյան օրվանից, ինչը իմ համար շատ կարևոր էր եւ խորհրդանշական էր, ընդունվել եմ բուհ, նույն բաժին, գլխավոր մասնագետ, ինչի համար շատ երջանիկ եմ, որտեղ ունեմ չքնաղ կոլեկտիվ, ինձ ընդունեցին շատ ջերմ, շատ հարազատ, համակարգում եմ մեր բուհի ավագ դպրոցը, վերապատրաստումներ են կազմակերպվում, մեր ղեկավարությունը շատ կողմ է, որ մենք մասնակցենք, որ մեր կվալիֆիկացիան ավելի բարձրանա։ Այստեղ 3 սերունդ են ապրում, քաղաքում շրջում ես հպարտություն ես զգում, որ այս դասախոսը, իր նախագիծն է, իր ստեղծած շենքն է, ունենք ավագ սերունդ, որ արդեն իրենք պատմություն են, այս ուրախ մթնոլորտը, ջերմ երիտասարդների թույլ չի տալիս, որ մենք ձանձրանանք այստեղ։ Այսօր այդ գիտելիքների թարմացումը շատ կարևոր է,
Նախորդ տարի ունեմ ձեռք բերում, մասնակցել եմ Գործք իրավական ակադեմիա մրցույթին եւ այդ մրցույթում ես արժանացա Հայաստանի Հանրապետության 24 թվականի առաջատար մարդկային ռեսուրսների կառավարիչ։ Սիրում եմ փորձել, աշխատել, աղջիկներին, բաժնի աշխատողներին ստիպում, որ խորանեն, ինքնուրույն մտածեն եւ առաջարկություններով հանդես գան։ Քանի որ ծրագիր այն ժամանակ չունեինք, պետքա մի քիչ հիշելով, սենց համեմատելով կատարեինք աշխատանքը, պրոֆեսորներից մեկը մոտիկացավ, ասում է պատմական հիշողությունդ մի հատ լարի, հիշի ես մարդը երբ էր այստեղ աշխատում, ոնց էր, ինչ գործի էր։ Հետո քիչ-քիչ զարգացավ մեր բաժինը։ Վերապատրաստումներ են կատարվում, որին մասնակցում են աշխատողներս, ես ինքս մասնակցել եմ դասընթացներին եւ այդպես շարունակական կատարելագործվում ենք, ինչը նպաստում է մեր աշխատանքի զարգացմանը։ 6 ամսյա դասընթաց ես հենց կադրերի նեղ մասնագիտական ավարտեցի ու ինձ դրա մեջ գտա։ Հետո արդեն ավելի փորձ ձեռք բերեցի, ինչքան էլ սովորում ես, բայց փորձը ամենամեծ ուսուցիչն է այս ոլորտում։ Կազմում եմ անձնական գործերը, հավաքագրում եմ փաստաթղթերը աշխատակիցների ու դա շատ ծավալուն աշխատանք է, քանի որ ամեն մի փաստաթուղթը մեզ համար շատ կարևոր է։ Ամենածանրաբեռնված շրջանը դա սեպտեմբերի սկիզբն է, ուսումնական տարվա սկիզբն է, երբ նոր մարդիկ են ընդունվում աշխատանքի։ Այս մասնագիտության գլխավոր կողմերից է նաև այն, որ դու ոչ միայն նեղ մասնագետ ես օրենսդրական առումով, այլ նաև հոգեբան ես, մենեջեր ես, իմ կայացման գործում այս աշխատանքը, այս մասնագիտությունը շատ մեծ դեր է ունեցել։ Բավականին մեծ աշխատակազմ ունենք, մինչև 1000 հոգանոց, շատ կարևոր է մեր երկրում, որ յուրաքանչյուրին հասկանաս ու փորձես այնպես անել, որ մարդիկ իրենց աշխատանքից գոհ